Շերտավոր խմոր սերուցքային կարագով։ Իդեալական շերտավոր խմոր ստանալու համար անհրաժեշտ է օգտագործել բարձր որակի սերուցքային կարագ։ Խորը ամանի մեջ լցնում ենք փափկած կարագը, տաք ջուրը, թողնում ենք 5 րոպե։ Հետո ավելացնում ենք աղն ու լիմոնի աղը։ Ավելացնում ենք օղին, քացախը, խառնում ենք։ Փխրեցուցիչը խառնում ենք ալյուրի հետ ու մաղում։ Միացնում ենք երկու զանգվածները, խմորը հունցում, մինչև ստանանք համասեռ ձեռքերին չկպնող խմոր։ Ստացված խմորը սեղանին ենք թակում 50-ից 100 անգամ։ Այնուհետև խմորը բաժանում ենք երկու մասի։ Փաթաթում սննդային թաղանթով և տեղափոխում սառնարան 8-ից 24 ժամով։ Եթե շտապում եք, կարելի է նվազեցնել 6-ից 8 ժամ։ Այնուհետև շերտավորելու համար յուրաքանչյուր խմորի գունդը պետք է բացել և ծալել 3 անգամ։ Յուրաքանչյուր անգամ քսելով 100 գրամ փափկած կարագի 1/3-ը։ Ծալելու յուրաքանչյուր փուլից հետո խմորը 1 ժամ թողնում ենք սառնարանում։ Պատրաստի խմորը նորից սառեցնում ենք 1 ժամով, ապա օգտագործում մեր սիրելի խմորեղենը պատրաստելու համար։ Կարագով շերտավոր խմորը պատրաստելը ժամանակատար է, սակայն արդյունքը արդարացնում է և շատ գոհացնում։ Եվ այն թյուր կարծիքը, որ կարագով պատրաստված խմորի շերտերը պակաս արտահայտիչ են, քան մարգարինով պատրաստված խմորի շերտերը, ճիշտ չէ։ Եթե կարևոր է համն ու որակը, ապա լավագույն ընտրությունը կարագն է։ Եթե ավելի հեշտ աշխատանք և ծախսերի խնայողություն եք ուզում, ապա կարող եք օգտագործել մարգարին։